10-րդ դասարանի ընդունելությունն այսուհետ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով հայտագրման միջոցով։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանի խոսքով երեխային հայտագրելու համար ծնողը նախ հարթակում պետք է ունենա իր օգտահաշիվը, որը ոչ միայն հայտագրելու, այլև հետագայում նախարարության կողմից մատուցվող այլ ծառայություններից օգտվելու համար է։ Ծանուցման ծառայություն է լինելու համակարգի ներսում, երբ որ ուսուցիչը կարող է հենց ծնողին որևէ բան ծանուցել եւ ծնողը դա կտեսնի հենց իր էջում, հա, ոչ թե մեյլ կստանա, ոչ թե զանգ կունենա, ոչ թե ինչ որ խմբում WhatsApp-ի կամ WhatsApp-ի կստանա հաղորդագրություն, այլ հենց իր էջում կկարողանա օգտվել այդ ծառայությունից, այսինքն ստանալ ծանուցումներ, կապ հաստատել ուսուցչի հետ կամ դպրոցի հետ, եթե որևէ խնդիր ունի, բացի դրանից հայտագրումից հետո ծնողը կարող է նաև էլեկտրոնային ստորագրությամբ էլեկտրոնային դիմում ներկայացնել դպրոցի տնօրենին, ամբողջությամբ էլեկտրոնային, եւ բացի դա կարող է նաև դպրոցի եւ ծնողի միջև կնքվող պայմանագիրը ստորագրել էլեկտրոնային տարբերակով, էլեկտրոնային ստորագրությամբ։ Հայտագրումն իրականացվելու է մի քանի փուլով։ Հաշվի են առնվելու երեխայի կամ ծնողի հաշմանդամությունը, տվյալ հաստատությունում ծնողի աշխատելը կամ արդեն սովորող քույր-եղբայր ունենալը։ Հուլիսի 20-ին դա առաջին փուլն է, նախատեսված է առաջնահերթություն ունեցող ծնողների համար եւ երեխաների համար եւ տևելու է 2 շաբաթ։ Երկրորդ փուլը օգոստոսի 4-ին հայերեն ուսուցմամբ, միայն հայերեն ուսուցմամբ դասարանների համար համընդհանուր հայտագրումն է եւ մյուս երրորդ փուլը արդեն նախատեսվում է միայն ռուսերենով ուսուցմամբ այլ երկրի քաղաքացիների կամ օտարազգիների երեխաների հայտագրման համար ռուսերեն դասարաններ։ Թվայնացման շնորհիվ տարիներով կուտակված խնդիրները բացահայտվում են, վստահեցնում է Արտակ Պողոսյանը։ Սա երեխաներին հավասար պայմաններով հայտագրելու հնարավորություն է տալիս։ Չկա այլևս կարիք գնալ դպրոցի տնօրենին խնդրել մի քանի ամիս առաջ հարցնել արդյոք տեղ կա դպրոցում դիմում ներկայացնելու թե չէ, ստանալ բացասական պատասխան, որ այլևս տեղ չունենք, դիմումները ընդունված են, մենք չենք կարող ձեր երեխային ընդունել, այսինքն չկա արտոնություն ունեցող մարդ, ով ունի ազդեցություն դպրոցի վրա, տնօրենի վրա, որ կարող է անցնել առաջ եւ ավելի շուտ, չգիտեմ, իր հարցերը կարգավորել, այստեղ կա հավասարության սկզբունք բոլորի համար։ Մասնագիտացված բարձրագույն ուսումնական հաստատությունների ենթակայության տակ գործող ավագ դպրոցներն այս տարի դեռ կշարունակեն ընդունելությունը իրենց ընթացակարգով։ Աննա Մելքումյան, Սյունիք, լուրեր։